Ուրեմն զգացողություն եմ ունենում, որ բոլորը համատարած թմբիրի կոմայի մեջ են անգամ, իսկ մենք զանգում ենք զանգերով, քայլում ենք փողոցներում, որպեսզի բոլորը արթնանան հանկարծ, բայց բոլորը քնած են մնում։ Ու թերևս Կավկայի խոսքերով ասած, գոնե մեկը պետք է արթուն մնա։ Այնուամենայնիվ այսօր ես ուզում եմ 3 ծանր պնդումներ անել։ Առաջի պնդումը՝ հայ հասարակությունը գտնվում է ծանր ստրեսի մեջ։ Երկրորդ պնդումը՝ այդ ստրեսի հիմնարար պատճառն այն է, որ մինչ այժմ մենք անգամ չենք ընկալել, որ կորցրել ենք Արցախը եւ սահմանամերձ մի շարք տարածքները։ Եվ երրորդ պնդումը, որ քաղաքական էսկապիզմը եւ ներքին արտագաղթը այդ երկու հիմնարար տերմինները առկա են հայ հասարակության մեջ եւ պատճառն են այն ամբողջ տառապանքի, որը կանգնած է հայ ազգի առաջ, եւ այն անդունդի պատճառն են, որին գլորվում է Հայաստանը աչքի առաջ։ Քաղաքական էսկապիզմը եւ ներքին արտագաղթը նույն բաների մասին տերմիններ են, որոնք որ խորհրդանշում են ծանր քաղաքական եւ պետական, հասարակական եւ այլ նման ծանր իրավիճակների պարագայում մարդու փախուստը, մարդու եւ հասարակության փախուստը դեպի այլ տարբեր մտքեր, զբաղմունքներ, գործողություններ, ծիծաղ եւ այլն, միայն թե հանկարծ չարերեսվեն այն ծանր իրավիճակի հետ, որը տիրում է։ Այս 3 պնդումներով էլ մենք փորձենք սկսել մեր այսօրվա թեման եւ այդպես փորձենք բացատրել, թե ինչի հիման վրա ես պնդում եմ այս 3 ծանր, նորից կրկնում եմ, ծանր բաները։ Առաջինը շատ կարևոր է։ Հանկարծ մի դադարեք նայել այս վիդեոն կամ փոխեք ձեր համար սովորական դարձած այն պարզ վիդեոների թերթումը, որովհետև մեր այսօրվա պնդումը բոլորի մասին է, ցավոք սրտի յուրաքանչյուրի, այդ թվում մեր, որովհետև մենք եւս մասն ենք հասարակության, եւ ըստ այդմ մենք եւս նույն ստրեսի մեջ ենք։ Սա շատ կարևոր է եւ շատ ազնիվ է, որ յուրաքանչյուրը ընդունի։ Եվ նույնիսկ նրանք, ոնց որ մենք շատ հաճախ առերեսվում ենք տարբեր մարդկանց կողմից հնչող հարցի հետ, որ եթե դու պաշտպանում ես Արցախը, ուրեմն միգուցե դու արցախցի ես։ Եթե դու գնում ես ակցիա ես անում Սյունիքի համար, ուրեմն դու միգուցե սյունեցի ես։ Ես երևանցի եմ, բնիկ երևանցի, բայց Հայաստանի յուրաքանչյուր հողի կտորը իմն է։ Եվ այդպես բոլորինն է, յուրաքանչյուր հայի։ Եվ նույնիսկ եթե որևէ մեկը չի ընկալում դա միևնույն է այդպես է, ոնց որ ֆիզիկական դաշտը կամ մաթեմատիկան, օրենքները մաթեմատիկական աշխատում են միևնույնը, անկախ դրանից մարդիկ դա հասկանում են թե ոչ։ Եվ այդպես նույն ձևով աշխատում է այն, որ եթե դու կորցնում ես սեփական հողը, ապա նույնիսկ եթե դու չես ընկալում այն որպես սեփական, դու կորցնում ես քո զգալի մասը եւ ըստ այդմ հայտնվում ես ստրեսի մեջ։ Մի անգամ մենք խոսացել ենք դասերից մեկի ժամանակ համատարած ինքնախաբեության եւ ինքնախաբեության ձևերի մասին։ Այժմ կփորձենք այդ նույն ինքնախաբեության ձևերը դիտարկել արդեն պետության, հասարակության, հայրենիքի, բոլորի ցավերի, ներքին սեփական ցավի հանդեպ մոտեցումների։ Եվ այդպես մոտեցումներից մեկը դա այդպես կոչված տրոլի ինքնախաբեությունն է, երբ որ ինքը ասում է կարևոր է հոսքը, հոսանքը ոնց տանի։ Ոչինչ, նույնիսկ եթե դա կոյուղու հոսանքն է, ոչինչ, տանում է, էլի լավ է։ Սա տրոլի համատարած ինքնախաբեություն է, եւ ես վստահ եմ, որ նման ցավոք սրտի մեծ տոկոսը մարդկանց այնուամենայնիվ կարող են ընկալել, որ նրանք այդ ինքնախաբեության մեջ են։ Ինքնախաբեության մյուս տեսակը դա հայտնի եփվող գորտի բացատրությունն է, որ երբ որ միանգամից գցում ես երմանջերի մեջ գորտը դուրս է թռնում, որովհետև հասկանում է, որ երմանջուր է, բայց երբ որ աստիճանաբար ես եփում, ապա չի էլ հասցնում ընկալել, թե դեպի ուր է տանում իրեն կյանքը։ Եվ այդ գորտի ինքնախաբեությունը եւս համատարած է ու շատ մեծ տոկոս է կազմում ցավոք սրտի, որովհետև մարդիկ ընդհանրապես չեն ուզում հասկանալ ու չեն ուզում խորհել ու չեն ուզում տեսնել, թե ինչ է կատարվում։ Երրորդ ինքնախաբեությունը դա նապաստակի ինքնախաբեությունը, որ ցանկացած պահին ասում է ամեն ինչից վախենում եմ, շատ վախենալու է, ամբողջ այնքան վախենալու է, որ ավելի լավ է չխորհեմ, չտեսնեմ, չլսեմ։ Մյուսը դա ընձուղտի ինքնախաբեություն է,
Դա մարդիկ են, ովքեր որ կարող էին ինչ-որ բաներ անել, բայց նախընտրում են աբստրակտ թեմաներով տարվել։ Օրինակ, ժամանակակից զգալի տոկոսը մարդկանց տարված է արհեստական ինտելեկտի մասին խոսակցություններով, միայն թե չխորհի իրավիճակի մասին, եւ կամ նման այլ թեմաներով։ Մյուսը դա եւս համատարած առնետի ինքնախապեյություն է, որ կապ չունի ինչ կարևորը հասցնեն փախնել, եւ վերջինը դա ոչխարի ինքնախապեյությունն է, որում որ ոչխարի նման ասվում է ոչ մի բան հնարավոր չէ փոխել, ըստ այդմ ապրում ենք ոնց ապրում ենք մինչև մահ։ Սա այդ տարբերակներն են, ու իհարկե այլ տարբերակներ եւս կան, եւ այդ ամբողջին գումարվում է եւս համատարած, ընդ որում բոլորի հետ զուգակցվող վիրտուալ իրականության մեջ փախնելը, երբ որ մարդիկ այնքան են տոգորված, անընդմեջ ինչ-որ բան նայելով, ինչ-որ բաներ գրելով, որ նորից չտեսնեն իրականությունը, եւ այս ինքնախապեյությունը խիստ վտանգավոր է, ինչու, որովհետև նույնիսկ նրանք, ովքեր որ փորձում են հետևել, թե ինչ է կատարվում երկրում, ովքեր փորձում են հետևել լուրերին, կարծիքներին, վերլուծաբաններին եւ այլն, անելով իրենց կոմենտները, արտահայտելով իրենց կարծիքը, ստեղծում են իրենց համար ինքնախապեյություն, որ իրենք դրանով հայտնել են, դրսևորել են քաղաքացիական իրենց քայլը ինչ-որ ձևով, եւ ըստ այդմ ազատ են այլ պատասխանատվությունից, ու դրա համար մենք ունենք ինչ-որ ունենք։ Եվ այս ծանրագույն իրավիճակը գնալով ավելի ու ավելի պարանի նման կապվում է հայ ազգի վզին, այլևս հայ ազգի, այլ ոչ թե պարզապես հայ ժողովրդի կամ հայ հասարակության, որովհետև մենք ցավոք սրտի հայտնվել ենք պատմական այդպիսի փուլում, որում մենք կարող ենք ընդհանրապես կորցնել ազգային ինքնությունը եւ ընդհանրապես ցավոք սրտի գոյություն չունենալ։ Ինչու է այս ամբողջ այդպես։ Ինչու են մարդիկ նախընտրում ընկնել ինքնախապեյության մեջ կամ անջատվել դիպրեսիաներում, ստրեսներում, կամ ինֆարկտ ստանալ, որը եւս այս ամբողջի արդյունքն է, կամ հիվանդությունների մեջ խրվել, որովհետեւ հիվանդության արկայությունը ինչ որ ձևով հոգեբանական բացատրություն է, որ ես կանեի ամբողջը, բայց հիվանդ եմ։ Ինչու։ Ու մենք մյուս պնդումն ենք դնում սեղանին, դա 3 հիմնարար պատճառներն են. վախը, մեղավորությունը, անվճռականությունը, այս 3-ը համատարած։ Եվ առաջինը, երբ որ մենք խոսում ենք վախի մասին, ու վախի մասին մենք այնքան շատ ենք խոսացել տարբեր դասերի, թե ինչքան վտանգավոր է վախը, բայց ամենակարևորը, կրկնելով տարբեր ուսմունքների, ընդ որում խոսքերը, մենք ասում ենք, որ վախը բնական է, բայց ել ավելի բնական է կարողանալ հաղթահարել վախը, սակայն որպեսզի արիությամբ առաջնորդվես, որպեսզի իրավիճակային դրսևորվի խիզախությունը եւ քաջությունը, անհրաժեշտ է նախ եւ առաջ կարողանալ ընդունել, որ վախենում ես։ Դրա համար մենք շատ հաճախ նորից կրկնում, որ արիությունը առաջին հերթին ոչ այլ բան է, քան առաջին հերթին ընդունել սեփական վախը, եւ դրանից հետո նոր հնարավոր կլինի հաղթահարել վախը։ Բայց երբ որ չես ընդունում, դու չես կարողանա հաղթահարել երբևիցե։ Եվ սա առաջին մեխն է, որի վրա մենք պետք է աշխատենք։ Եվ երկրորդ մեխը, դա ցավոք սրտի շատ ծանր մեխ է, որը բոլորիս է վերաբերում նորից ու նորից։ Ընդունում ենք մենք դա, թե չենք ընդունում։ Խորհում ենք մենք դրա մասին, թե չենք խորհում։ Ընկալում ենք, թե չենք ընկալում։ Բաց աչքերով ենք նայում, թե փակ աչքերով, ամեն ինչից հեռացած փորձում ենք ոչ մի բան չզգալ։ Մենք մեղավոր ենք։ Մենք խորքային, ծանրագույն մեղքի մեջ ենք։ Ու ես ցավում եմ, որ այս ամբողջը ասում եմ։ Ես կուզեի, որ այս ամբողջը չհնչեր ընդհանրապես։ Ես կուզեի փրկել հասարակությունը ինչ-որ ձևով, որպեսզի նրանք չմտածեն այս ամբողջի մասին, բայց հասկանում եմ, որ իրավունք չունեմ, եւ դեռ ավելին, հասկանում եմ, որ պարտավոր եմ հնչեցնել բոլորիս մեղքը, յուրաքանչյուրս մեղավոր ենք, որ կորցրեցինք Արցախը։
Մենք յուրաքանչյուրս մեղավոր ենք, որ կորցրեցինք սահմանամերձ մի շարք տարածքներ, ընդհանուր 12,000 քառակուսի կիլոմետր հայրենի հող։ Մենք բոլորս, յուրաքանչյուրս մեղավոր ենք, որ թողել էինք սկզբի ժամանակ արցախցիներին այդ շրջափակման մեջ, իսկ հետո պատճառ դարձանք 150,000 բռնի տեղահանվածների։ Ու ինչքան էլ մենք մեղադրում ենք իհարկե առաջին հերթին Նիկոլին, բայց մենք յուրաքանչյուրս մեղավոր ենք եւս։ Մենք մեղավոր ենք, որ լքեցինք եկեղեցիները։ Մենք մեղավոր ենք, որովհետև բոլոր հայերը գնում էին, մենք տեսնում ենք Ամարասը, մենք տեսնում ենք Գանձասարը, մենք ըմբոշխնում ենք դա դիվանքի հրաշքը, մենք տեսնում ենք դա, ու ես հիշում եմ, ոնց է բարում լաչինում երկելով կարմիր կակաչները, ես հիշում եմ դա, ու ես վստահ եմ, որ բոլորդ հիշում եք եւս, ու երբ որ 2 օր առաջ երեխայից ցույց էի տալիս այդ կադրերը, այդ երգի, որում որ մեր տարբեր հերոսները գնում էին ազատագրելու Արցախը ու վերջում դա ստացվեց, հաջողվեց։ Ես մտածում եմ, ես մեղավոր եմ, որ ես իմ երիտասարդ ժամանակ երգում էի այդ երգը Լաչինի ճանապարհին, իսկ հիմա երեխաս երբևիցե չի կարող տեսնել Արցախը։ Ես կարող եմ հավատալ միայն, որ վաղ թե ուշ Արցախը կվերադառնա, բայց ես մեղավոր եմ, որ զրկել եմ երեխայիս այդ հնարավորությունից։ Ես մեղավոր եմ, որ Գանձասարը թալանում են։ Ես մեղավոր եմ, որ Ամարասը հիմա ոչնչանում է։ Մենք մեղավոր ենք յուրաքանչյուրս։ Մենք մեղավոր ենք, որ մեր ռազմագերիները հիմա փտում են Բաքվի բանտերում եւ ոչ ոք ոչ մի քայլ չի անում իրենց ազատելու ուղղությամբ։ Մենք մեղավոր ենք այս ամեն ինչում, մենք մեղավոր ենք, որ ամբողջ Հայաստանը եւս մյուս կողմից լցված է տարբեր միգրանտներով, որոնք որ փոխում են ամբողջ մեր ժողովրդագրական պատկերը եւ ոչ մեկը նորից քայլ չի անում այդ ուղղությամբ։ Մենք մեղավոր ենք սարսափելի, մենք մեղավոր ենք, գիտեք, ես մտածում էի Կիրակի օրը կգնամ Գյումրի եւ կխոնարհվեմ Սրբազանի առաջ, ինչու կխոնարհվեմ, որովհետեւ ես մեղավոր եմ եւս, որ հնարավոր եղավ, որ Հայաստանում առաջինը քրիստոնեությունը ընդունած պետությունում հնարավոր կդառնա, որ իշխանությունները հարձակվեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, իսկ մարդիկ լռեն։ Մենք մեղավոր ենք, որ Սրբազանների հանդեպ կարող է քրեական գործ հարուցվել քրիստոնեական երկրում։ Ոնց եղավ, որ մենք այսքան նսեմացանք։ Սա հարց է, որ բոլորս պետք է տանք ինքներս մեզ, եւ ամենամեծ մեղքը դա է, որ մենք մեղավոր ենք, որ հիմա 6 տարի անց այս պատերազմից մեղավորները միևնույնը մնում են իշխանության գլխին։ Առաջին հերթին անհրաժեշտ է ընդունել, որ մեղավոր ես, ու շատ կարևոր է, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ, ու դրա համար կարողանում եմ խոսել այս ամբողջի մասին։ Հաջորդը դա վճռականությունն է, եւ վճռականությունը այնքան պակաս է այժմ։ Ու գիտեք, օրերս պատմության թանգարանում էինք, կանգնեցինք մեր քարտեզի մոտ, հետո գնացինք այն հատվածի, որ պատմում է Դավիթ Բեկի եւ Մխիթար Սպարապետի, ու ես մտածում եմ, մենք ունեցել ենք այդ ամբողջը։ Մենք ունեցել ենք հերոսներ, որ փոքրաթիվ նորից, միշտ փոքրաթիվ, երբեք չի եղել, որ բոլորը դուրս գան պայքարի, երբեք, միշտ փոքրաթիվ ջոկատները դուրս էին գալիս եւ պայքարում էին։ Ու կարդում էի, թե ինչպես էր Դավիթ Բեկը եւ Մխիթար Սպարապետը, դա մեր պատմության լուսավոր էջերն են, որ կարողացան փրկել Սյունիքը, կարողացան փրկել Արցախը։ Անցան տարիներ, նորից կորուստ, հետո անցնում են տարիներ, նորից փոքրաթիվ ջոկատներ, նորից պայքարում են, նորից փրկում են, ու մտածում էի միշտ ունեցել ենք։ Մեր ժամանակներում մենք ունեցել ենք Վազգեն Սարգսյանին, Կոմանդոսին, մենք ունեցել ենք այդ հերոսներին, որ դուրս եկան եւ պայքարեցին, ու մտածում էի նորից թեկուս այդ հոլովակը նայելով, թեկուս ընդհանրապես հիշելով, ես մտածում էի որտեղ են դժմանները, որտեղ են թաթուլները, որտեղ են Լեոնիդները, ինչ եղավ մեզ հետ։ Սա սարսափելի է հիրավի։ Մտածում եմ մեր ժամանակներում Վազգեն Սարգսյանը այդ ամբողջը կարողացավ կազմակերպել։ Մինչ այդ Զորավար Անդրանիկը, բոլորը ասում են Զորավար Անդրանիկ, փոքրաթիվ ջոկատով, որովհետև մյուսները չէին գնում օգնության։ Նույնը Գարեգին Նժդե, բոլորը ասում, կարդում են Գարեգին Նժդե, ասում են, օ, դա մեր հայոց գաղափարախոսությունն է։ Փոքրաթիվ ջոկատով նորից։ Դավիթ Բեկը փոքրաթիվ ջոկատով եւ բոլորը մշտապես։ Ոչինչ թող փոքրաթիվ, բայց պետք է պայքարել։ Շատ պոպուլյար մի հատ երգ կար, որ շատ
մի քանի բառ կա, ընդամենը մի քանի տող այդ երգից, բայց ես շատ սիրում եմ այդ տողերը։ Թրջել ապա թրջել, կրակել ապա կրակել, մանգալ ապա մանգալ։ Վճռականությունը այդպես է, որ դու հանկարծ պարզապես ասում ես, ես հանդգնում եմ վճռականությանը, ես հանդգնում եմ պայքարելուն, ես հանդգնում եմ ընդունելու սեփական մեղքը, ես հանդգնում եմ ընդունելու սեփական վախը, ըստ այդմ ամբողջը փոխելու։ Հանդգնություն է պետք, հանդգնությունը այս ամբողջի լուծում է։ Եվ որպես ավարտ, ասեմ, որ ինչ-որ ձևով մենք քավության նոխազի կարիքն ունենք, այս պարագայում մենք հիանալի քավության նոխազ ունենք, որովհետև ընդհանուր առմամբ միշտ քավության նոխազները անմեղայծերն են, մենք ունենք մեղավոր, այծել չէ, չասեմ ինչ, ունենք, և ինքը պիտի պատժվի, դատապարտվի, դատվի, նստի և ինչ-որ ձևով կրի այս ամբողջ մեղավորության ամենածանր բեռը։ Դրանից հետո նոր մենք կկարողանանք այս ամբողջ մղձավանջից դուրս գալ և փրկել և Հայաստանը, և հայ ազգը, և ինքներս մեզ։